Արմատ մեծ է, արտասպի ռազիոհապողը։ Դեպի նախարար ինձ շատ հետաքրքիր է կառավարության պետի և ոստիկանապետի պաշտոնների փոփոխությունը, ինչով է դա պայմանավորված, եթե նկատել եք հումորներ կային արդյոք կառավարության պետը լավ է հանցագործվում և ոստիկանապետը լավ է հրդեհ հանցվում նրանով է պայմանավորված դա սա մեր երկրորդ եկեղեցու բարեփոխման հետ կապված, քանի որ շատ է շեշտվում, որ դա վարչապետ ամեն ոչ թե որպես պաշտոն է որպես հայ-ամերիկական սուրբ եկեղեցու հետևորդ, դուք ինչ եք կարծում եք ամեն ինչի մասին այդ ճակերտավոր բարեփոխումների և երկրորդ խոսում եք բարեփոխումների մասին, ես միշտ հիշում եմ Միքայել Սեդղազարյանի բերման ենթարկելու կադրերը, երբ ԱՀԾ ոստիկանության աշխատակիցները այսպես դերներով գրովում են մայրաթորը, ուզեմ սա մանրադառնալ և անչափահաս լրամիջոցների շրջանառություններից խոսեցիք, ուզեմ վիճակագրություն ներկայացնեք անչափահասների շրջանում օգտագործման դեպքերի վերաբերյալ։ Շնորհակալություն հարցադրումների համար։ Առաջին թեմայով վստահաբար սոցմեդիայի տարբեր բովանդակության նյութերին ծանոթ եմ, սա նախարարության կազմում ոլորտային կադրային փոխատեղում է պարզապես և որևէ այլ բան փնտրել պետք չի այստեղ։ Ես կարծում եմ, որ սա միտում ունի ավելի բարելավելու թե փրկարար ծառայության մասով մեր աշխատանքների և թե նաև ոստիկանության ներհամակարգային կադրային հերթական փոփոխությունն է, որևէ արտառոց բան այստեղ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է վարչապետի կողմից ներկայացված բարենորոգումների օրակարգին և դրա մասով ներկայացված հարցադրմանը, վարչապետն արդեն իսկ մեկնաբանել է այս հարցը և ներկայացրել է իր դիտարկումները որպես հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ և ես ուզում եմ հետևյալ արձանագրումն անել, որ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեք է բոլորիս համար։ Եվ եթե հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու մասով կամ մեր հետևորդներին անհանգստացնող տարբեր հարցեր, ժողովրդավարական հասարակությունում նմանատիպ բարձրագույն արժեքին վերաբերող որևէ հարց չի կարող լինել տաբու և չլինել քննարկման ենթակա։ Հակառակը, ես կարծում եմ, որ ժողովրդավարական հասարակությունում նմանատիպ բարձրագույն արժեքի մասով մեր քաղաքացիներին հետաքրքրող բոլոր հարցերը պիտի քննարկվեն և դրանք պիտի հանգուցալուծվեն ավելի բարձրացնելով վստահությունը և հավատը հայաստանյաց առաքելական եկեղեցու նաև ներկայացուցիչների նկատմամբ։ Ինչ վերաբերում է բերման ենթարկելուն, հարգելի լրագրող, ես չեմ ուզում տարանջատել հոգևոր սպասավորի և այլ քաղաքացու բերման հետ կապված հարցերը, որովհետև եթե կա բերման ենթարկելու մասին որոշում, այսինքն կա ձերբակալման հետ կապված հարց, ուզենք թե չուզենք, պրոցեսը կազմակերպվում է ըստ ստանդարտի, այսինքն ինչ որ ենթադրվում է ձերբակալման պրոցեսը կազմակերպվում է և այստեղ որևէ, այսպես ասեմ, հատուկ վերաբերմունք, որևէ անձի նկատմամբ չկա և անդրադառնալով անչափահասների կողմից հանցավորությանը թմրամիջոցների հատկապես մասով, նշեմ, որ 2025 թվականի կտրվածքով անչափահասների մասով արձանագրել ենք 6 դեպք ընդամենը։ Սա է նաև թույլ տալիս մեզ մտածելու և համոզվելու, որ այն խոսակցությունները, որոնք հատկապես անչափահասների շրջանում թմրամիջոցների տարածման մասով կան, դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Իհարկե, սրանք պայմանականորեն գործնականում կարող են լինել ոչ թե 6-ը, այլ 10 օրինակ, բայց վստահաբար չի կարող լինել այնպիսի ահռելի պատկերի փոփոխություն, որ մենք ասենք, այո, վխտում են անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման դեպքերը, բայց մեր մոտ ընդամենը կա 6 դեպք։ Եվ սա է նաև պատճառը, որ ես անընդհատ ասում եմ, որ եթե կա նմանատիպ իրավիճակ, ծնողը, դպրոցական ներկայացուցիչները պիտի մեզ ահազանգեն այս դեպքերի մասին, որպեսզի երեխան կոնկրետ ռեակցիա ունենա և կարողանանք դուրս բերել իրեն այդ պրոցեսից։ Ես կառավարության մաս եմ և վարչապետի ցանկացած օրակարգ աներկբա կիսում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։